Կան մեծ թվով անգլերեն բառեր, որոնք նստած են ձեր ենթագիտակցության մեջ, դուք հաճախակի լսում եք այդ բառերը, առանց ուշադրություն դարձնելու և չիմանալով, որ դրանք անգլերեն բառեր են, դուք դրանք գործածում եք ձեր առօրյա խոսքում, չմտածելով, որ արդեն ունեք անգլերենից որոշակի բառապաշար։ Դրանք անգլերեն tion, որը կարդում եք շն, վերջածանցով վերջացող բառերն են։ Բառահաններում նշում են շն վերջածանցով 3000-ից 5000 անգլերեն բառ, բայց եթե հաշվի առնենք նաև գիտական, տեխնիկական և հազվադեպ բառերը, թիվը կարող է հասնել 10,000-ի, նույնիսկ ավելի։ Հիմա ձեզ եմ ներկայացնում 50 անգլերեն բառ շն վերջածանցով, այսինքն tion վերջածանցով, կողքը գրված է նաև ռուսերեն և հայերեն թարգմանությունները։ Ուրեմն ես կկարդամ բառերը անգլերեն հայերեն թարգմանություն, իսկ դուք մտածեք կամ կարդացեք ինքներդ, տեսեք այս բառերից որոնք են ձեզ ծանոթ, որոնք են ձեզ հաճախակի հանդիպում և դուք գիտեք։ Հիմա ես կարդամ, սկսեմ, action, tion-ը կարդացի շն, action, գործողություն։ Հիմնականում անգլերեն tion վերջավորությունը, հայերենում հիմնականում ոչ բոլոր բառերում ություն վերջածանց ունեն, հազվադեպ նաև այլ վերջավորությամբ։ Եվ ռուսերենում ցիա վերջավորությունը, հազվադեպ նաև այլ վերջավորություններ։ Ուրեմն action, գործողություն, nation, ազգ, station, կայարան, relation, հարաբերություն, solution, լուծում, question, հարց, information, տեղեկություն, education, կրթություն, communication, հաղորդակցություն, population, բնակչություն, situation, իրավիճակ, tradition, ավանդույթ, condition, պայման, վիճակ, direction, ուղղություն, protection, պաշտպանություն, construction, շինարարություն, instruction, կարդացում եք անգլերեն instruction, instruction, հրահանգ, operation, գործողություն, վիրահատություն, organization, կազմակերպություն, preparation, պատրաստում, celebration, տոնակատարություն, invitation, հրավեր, attention, ուշադրություն, attraction, ձգողություն, տեսարժանվայր, collection, հավաքածու, connection, կապ, correction, ուղղում, creation, ստեղծում, decoration, զարդարում, definition, սահմանում, description, նկարագրություն, discussion, քննարկում, distribution, բաշխում, emotion, հույզ, examination, քննություն, explanation, բացատրություն, foundation, հիմք, հիմնադրամ, generation, սերունդ, imagination, երևակայություն, introduction, ներածություն, ծանոթացում, motivation, մոտիվացիա, observation, դիտարկում, occupation, մասնագիտություն, զբաղմունք, permission, թույլտվություն, pollution, աղտոտում, prediction, կանխատեսում, presentation, ներկայացում, recommendation, առաջարկություն, հանձնարարական։ Իհարկե ներկայացված է շն վերջածանցով 50 բառ, բայց գիտեք արդեն, որ հազարավոր բառեր են դրանք։ Հիմա նայեք և ծանոթացեք, իմացեք քանի բառ գիտեք դուք այս բառերից, որոնք առանց սովորելու արդեն ձեր ենթագիտակցության մեջ նստած են։ Առայժմ այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։